Փորձել եք սխտորի եւ մեղրի համադրությունը։ Եթե ոչ, ապա անպայման փորձեք, որովհետեւ հենց այս ժամանակաշրջանն է, որ մեղրը ընտիր նոր եւ իհարկե սխտորը, որովհետեւ երբ սխտորը նոր ենք հանում եւ այն էլ մեր հայկական ընտիր սխտորը, ապա նա ավելի առողջարար է, քան եթե պահում ենք մինչեւ գարուն։ Սիրելիներս, վերցնում ենք 200 գրամ մեղր, մեջը լցնում գրեթե կիսով չափ մանր կտրատած սխտոր եւ սպասում ենք 15 օր։ 15 օրից հետո այն կարելի է օգտագործել։ Ամեն օր, եթե ունեք շաքարային դիաբետ, 1 թեյ գտալ ամեն առավոտյան թեյի հետ կարող եք օգտագործել։ Իսկ եթե չկա շաքարային դիաբետ, ապա 1 ճաշի գտալը ոչ շատ լիքը վիճակով դուք կարող եք օգտագործել ինչու համար, որովհետև այն պահում պահպանում է ձեր օրգանիզմը, տաքացնում է, չի թույլ տալի, որ վիրուսներ առաջանա, այն նաև միկրոէլեմենտների ու հանքանյութերի հզոր քանակություն է, որ առողջացնում է ձեր օրգանիզմը, ջերմացնում, եւ եթե ներս է թափանցում վիրուս, ապա թույլ չի տալի, որ ձեր օրգանիզմում այն ապրի։ Սխտորը ինքը կարելի է ասել յուրաքանչյուր մարդ 40-ից հետո, եթե չի օգտագործում, ուրեմն չի մտածում իր կյանքի տևողության մասին, առողջության մասին։ Սխտորը առողջարար է շատ։ Սխտորը հակաբիոտիկ է, այն նաև իջեցնում է խոլեստերինի քանակությունը, արագացնում է նյութափոխանակությունը, այն նիհարեցնում է, այն սիրտանոթային համակարգի համար շատ լավ է, այն աղեստամոքսային տրակտի համար շատ լավ է, որտեղ միկրոբները թույլ չի տալիս, որ այնտեղ երկար ապրեն։ Մի խոսքով սիրելի իմ ժողովուրդ, ամբողջ օրգան համակարգի համար շատ առողջարար է, ուղղակի պետք է տրամադրվել, զբաղվել առողջությամբ եւ տեսնում եք, ինձ հետ միասին նաև մեր պուպույսն է, որ անընդհատ ասում է, ես էլ եմ առողջ, որովհետև սնվում եմ այնպես, ինչպես Մարիամ Վահանյանը։ Սիրում եմ ձեզ։